Դեռ Տիրոջ շնորհքը չի փակվել, մնացել է այս աշխարհում, դեռ դռները փակ չի, բաց է եւ Տերը փրկում է։ Առաջի մարդը, որ փրկվեց, առաջի պտուղը Տիրոջ փրկության հետ այն ավազակն էր խաչի վրա խաչված։ Ավազակ մարդ էր, գիտեք, մարդասպաներ ինքը, մարդ էր սպանել։ Այդ խաչի վրա խաչված է։ Բայց Տերը իրան փրկեց։ Տերը ասեց, քեզ խոստանում եմ, իսկապես ասում եմ, այսօր հետս երկնքում ես լինելու։ Գիտեք, ոչ մի մեղք չկա, որ Հիսուս Քրիստոսի արունը չկարողանա մաքրի տենց մարդուն։ Ոչ մի մեղք չկա, ոչ մի տկարություն չկա, ոչ մի հիվանդություն չկա, որ Քրիստոսի վերքերը չբուժեն։ Մենք այսօր գիտեք պետք է բռնվենք այդ հավատքով։ Այսօր փորձաշրջան է, ժողովուրդ ջան։ Այսօր մենք շատ հրաշքներ չենք տենում, ժամանակ առ ժամանակ տենց է լինում։ Ժամանակ կա, որ շատ է հրաշքներ լինում, ժամանակ կա քիչ է, բայց այսօր մենք շատ քիչ ենք տենում, բայց Տերը փորձում է մեր սիրտը, մենք մինչև վերջ մնում ենք հավատքի մեջ, թե գայթակղվում ենք, ասում ենք ուր է Աստված։ Գիտեք, սատանան, չարը միշտ խոսում է, ասում է ուր է քո Աստված։ Ուր է քո Աստվածը, որ աղոթում ես։ Շատ ժամանակ պատասխանել չենք ստանում երկնքից, բայց կապ չունի, մենք պետք է լինենք Սիդրախ, Միսախ եւ Ավդենագոյի, ճիշտ եմ ասում անունները։ Իրանց հա, թող հայերեն տենց լինի։ Իրանց նման պետք է լինենք, իրանց նման, որ անգամ ասում են, եթե անգամ Տերը մեզ չազատել էս կրակից, մենք չենք ուրանա մեր Տիրոջը։ Մեկը կգնանք կմահանանք, բայց Տերը ազատում է։ Տերը երբեք չի ուշանում, սիրելիս։ Այսօր Տերը բարձրացնում է, զորացնում է, փոխում է։ Ես անցած անգամ ասեցի, որ Տիրոջ գերագույն նպատակը մարդուն փոխելն է, մարդուն սարքի Հիսուսի պես, որովհետև մենք նոր ստեղծված ենք, Ադամից չենք արդեն, Ադամից ծնվածը պետք է մահանա, ամեն, որպեսզի Տիրոջ մեջի նոր արարչագործությունը, նոր արարված մարդը, ես ու դու հավատքով, որ Տիրոջ մեջ ենք, ծնվել, որ կատարվենք, կատարյալ դառնանք։ Տերը նորոգում է մեր սիրտը, Տերը նորոգում է մեզ, չէ՞ որ մենք եկել ենք հին աշխարհից, շատերս եկել ենք մեղքերից, այսօր որ անգամ ամաչումել ենք խոսանք այդ մեղքերի մասին, չէ՞, բայց Տերը մեզի ողորմել է ու մեզ հավատքով բժշկել է, մեզ հավատքով սրբել է ու ասել է դու սուրբ ես։ Ես ուզում եմ այսօր խոսամ բնավորության մասին։ Բնավորություն, շատ կարևոր բան է։ Հիմա այսօրվա պատգամը սկսեմ հարցով։ Ոնց է կարծում, հնարավոր է փոխել մարդու բնավորությունը։ Եթե հա, ձեռք բարձրացրեք։ Այո։ Եթե ոչ, էլի ձեռք բարձրացրեք։ Հնարավոր է, թե ոչ։ Այո, հնարավոր է։ Դե մարդիկ կան, բայց հնարավոր է։ Անհնար չի։ Բնավորությունը փոխելը, այո, անհնար չի։ Քրիստոնեական ըմբռնմամբ բնավորությունը կապված է մարդու սրտի ու մտքի վիճակի հետ եւ արտացոլում է նրա ներքին բարոյականությունը, հավատքը եւ ապրելու կերպը Աստծո կամքի համապատասխան կամ հակառակ։ Դա մեր բնավորությունն է, դա մարդու բնավորությունն է։ Ամեն մեկս, որ ծնվել ենք այս աշխարհում, մեր ամեն մեկս անգամ փոքր երեխեն, հա, արդեն ինքը ունի իր բնավորությունը։ Բայց գիտեք, մենք բոլորս որպես մարդ ծնվում ենք Ադամից։ Ադամը մեղանչել է, հիշում եք, մեղք կա գործել։ Ադամը արդեն ունի խնդիրներ։ Ադամից հենց Ադամը ու Ադամից բոլոր ծնված մարդիկ, մինչև ես ու դու եւ բոլորը ովքեր դեռ կծնվեն այս աշխարհում ունեն խնդիրներ։ Իսկ այդ խնդիրը արդեն երեխու հետ ծնվում է։ Հрьяաները ասում են, չէ, տենց չի, ասում են, երեխեն մաքուր է, սուրբ է, կատարյալ է, ինքը ընթացքում է մեղքը ձեռք բերում, բայց չէ, տենց չի։ Մարդը արդեն ծնվում, Աստվածաշունչը ասում է, Ադամից ծնվածը մեղքի մեջ է ծնվել, մեղավոր, այսինքն ինքը կատարյալ չի, ինքը խնդիր արդեն ունի։ Եվ այդ խնդիրը պետք է լուծվի, որովհետև այդ խնդիրը, որ մարդու մեջ կա, մեր բոլորիս մեջ կա, այդ խնդիրը չի կարա երկինք բարձրանա։ Երկնքում չի կարա խնդիրներով մարդը այնտեղ խնդիրներով ապրի։ Երկնքում մարդը պետք է ապրի կատարյալ։ Եվ այսօրվանից, որ մարդը հանդիպում է Հիսուսին, Աստված իրան սկսում է պատրաստել երկինք տանելու համար։ Հիշում եք, որ պատրաստվում ենք Գերմանիա գնանք, մի փոքր գնում ենք գերմաներեն ենք սովորում, որտեղ պետք է պատրաստվենք, չէ՞, կամ մարդիկ Ամերիկա են գնում,
սկսում են անգլերեն պարապել, մի փոքր պետքա պատրաստվենք, չէ՞։ Տենց էլ Տերը մեզի պատրաստում է, որտեվ ինքը երկինք է տանում, երկնքում կատարյալ սրբություն է։ Կատարյալ սրբությունը։ Մեզի երկինքը չպետք է խորտ լինի, մեզի երկինքը պետք է հարազատ լինի, հոգեհարազատ լինի, որովհետև Տերը, երկնքի Տերը ինքը սուրբ է։ Ու հենց ի սկզբանե Աստված մարդուն ստեղծել է սուրբ եւ կատարյալ եւ տենց էլ ուզում է, որ մենք լինենք Քրիստոսի մեջ։ Ամեն։ Հիմա մենք ճանապարհ պետք է անցնենք, բայց մեզանից է շատ բան կախված։ Մեր փոփոխությունը, մարդու փոփոխությունը, թե ինչ արագությամբ ինքը կարա փոխվի, մարդկա արագ է փոխվում, արագ իր, ասենք, մի ամսում նենց բաներ է փոխվում մարդու մոտ, անգամ ինքը sense նայում է հետ ասում է, ես ուրիշ մարդ եմ դառել։ Օրից օր է մարդը անգամ փոխվում։ Բայց մարդ էլ կա, ինքը տարիներով չի փոխվում։ 20 տարի եկեղեցի կարող է գա մարդը, խոսք լսի, բայց չփոխվի։ Մեկ-մեկ գայթակղվում են, չէ՞, մարդիկ ասում են, էս է այն հավատացյալը եկեղեցի եկող։ Պետք չի մարդով չափել եկեղեցին կամ հավատացյալներին։ Որովհետև մարդ կա, փոխվում է, մարդ կա չի փոխվում, դա մարդուց է կախված։ Եկեղեցուց կախված չի այդքան։ Եկեղեցուն պետք է լինի ճշմարիտ խոսք։ Եկեղեցին պետք է այն խոսքը խոսա, որ մարդը պետք է փոխվի, բայց մարդուց է կախված, ինքը կլսի, թե չէ։ Մի հատ առակացում տեղ կա, ուզում եմ կարդամ առակաց 2 Առակաց 2 1-ից 5 համարները կարդանք, հա։ Որդյակի, եթե ընդունես իմ, ուշադիր լսեք, եթե ընդունես իմ խոսքերը եւ ամուր պահես իմ պատվիրանները, ականջ դնես իմաստությանը եւ սիրտդ խոհեմությանը ուղես, երբ իմացությանը կանչես եւ ձայն տաս խոհեմությանը, եթե դու այն որոնես, արծաթի պես եւ գանձերի նման փնտրես, այն ժամանակ էլ կհասկանաս Տիրոջ երկյուղը եւ կգտնես Աստծուց գիտություն։ Ամեն։ Նայեք, այս ամբողջ տեքստի մեջ, որ կարդացի, գիտեք, ես ինչ եմ ստեղ ավելի շատ նկատել։ Եթե երբ, ես այդ երկու բառն եմ առանձնացրել։ Տերը ասում է, եթե անես, երբ անես, այսինքն դու պետք, եթե նշանակում է եթե կամ երբ, դա նշանակում է, որ դու պետք է գործես։ Դու պետք է քո կամքը արտահայտես, եթե սկսես ման գաս, եթե ականջ դնես, եթե սկսես լսել, եթե սկսես որոնես, հասկանաս Տիրոջ երկյուղը եւ կգտնես Աստծուց գիտություն։ Ամեն։ Գիտեք, առանց երկյուղի, մենք այս մի շաբաթա երկյուղի մասին ենք եկեղեցիներում խոսում, տարբեր Zoom-ի այդ քարոզների ընթացքում, շատ կարևոր բան է, գիտեք, երկյուղը, որովհետեւ Աստծո երկյուղը Էդի վախն է Աստծուց, որ մարդը պետք է Աստծուց վախ ունենա։ Եթե մարդը չունի երկյուղ, Աստծուց վախ, ինքը իր մտքերը, չէ՞, մարդու մեջ գա։ Բոլորիս մեջ էլ գալիս է։ Հիսուսի մեջ էլ էր վատ մտքեր գալի։ Հիսուսի մեջ էլ էլի վատ մտքեր, Սատանան էլ էր խոսում իր մտքերի մեջ։ Բայց ինքը ուներ երկյուղ։ Ինքը չնայած ինքը Աստված է, բայց էլի ինքը Աստծուն այն խորը հնազանդությունը ուներ հոր հանդեպ։ Ու ինքը ամեն ինչ որ միտքը գալիս է, ինքը ամեն ինչ չափում ձևում էր խոսքի համեմատ որ լինի, Աստծո խոսքի համեմատ։ Աստծուն դուր կգա այս միտքը, որ ես ընդունեմ իմ սիրտ, թե դուր չի գա։ Գիտեք, շատ անգամ որ մենք sense անալիզ չենք անում, այն ամեն միտ գալիս է, չէ՞։ Այս մեր այս պատերազմի դաշտը, մեր միտքը, հա, որտեղ ստեղ այստեղ է ամբողջ պայքարը կատարվում, ու ստեղից արդեն պայքարը որ կատարվում է, կամ հաղթանակա կամ պարտություն, կամ դու ես հաղթելու, կամ քեզ են հաղթելու։ Սատանայի դուռը բաց է, որովհետև ես ասացի, մարդը ծնվել է տկարության մեջ։ Սա մեր տկար մասն է։ Բոլոր մարդկանց այս միտքը, այս գլուխը, հա, այս շնչավոր մասն է մեր, սա տկար հատված է, որտեղ պատերը քանդած է։ Պատկերացրեք մի հին քաղաք, որտեղ այն ժամանակ բարձր պատեր էին անում, որ պատերազմներին կանան կանգուն պահեն, չէ՞, իրանց քաղաքը։ Պատկերացրեք, պատերը քանդած է։ Շատ դռներ կա բաց, ծակեր կա բաց, որտեղ թշնամին կարող է մտնի, հելնի։ Այսօրվա դրությամբ դա մեր անձերն են, մեր անձերը, որոնք տկար են ծնված Ադամից։ Բայց Քրիստոսը, գիտեք, Քրիստոսը եկել է այդ քաղաք։ Քրիստոսը անգամ այդ կոտրված քաղաքի մեջ եկել է ու քո հետ տեղ է։
Ինքը քո մտքի հետ է, ինքը քո սրտի հետ է։ Ամեն ինչ խոսքը, Աստծո խոսքը արդեն մեր հետ է։ Գիտեք Հիսուսը ասում է. ես ձեր անտեր չթողեցի, անգամ ձեր քաղաքները ջարդած է, ձեր պատերը, թշնամի երբ ուզում մտնում հելնում է, բայց ես ասում եմ, ես ձեր հետ եմ։ Ես ձեր հետ եմ։ Ես ձեզ պետք նեղաստեղը կհիշացնեմ խոսքը, որտեղ խոսքը Աստծո դա այն թուրն է, որ կքշի թշնամուն։ Հիսուսն ասում է Սուրբ Հոգին որ գա, նա կհիշեցնի ձեզ ամեն ինչ, ինչ ձեզ պետք է, բայց մեզի պետք է, գիտեք, ունենանք այդ զինանոցի զենքերը։ Մենք պետք է մի ահավոր մեծ զինանոց ունենանք մեր կյանքում պատերազմելու։ Գիտեք, դա Աստծո խոսքն է։ Երբ որ Սուրբ Հոգին գալիս է, ինքը քեզ հիշացնում է ինչ զենք վերցնես, այսինքն ինչ խոսք վերցնես ու որ խոսքով հակառակվես թշնամուն։ Եթե ես չունեմ այդ խոսքի գիտությունը, կներեք, Սուրբ Հոգին ինչքան էլ ինձ ասի, ես չունեմ այդ խոսքի գիտությունը։ Ինձ չեն սովորացրել, ես չեմ լսի, ես չեմ կարդացել, խոսքը չունեմ ես իմ մեջ։ Գիտեք, Աստծո խոսքը դա զենք է։ Առանց Աստծո խոսքի դու չես կարող պատերազմել։ Քո կյանքը քեզ թվում է ծնվել եմ, հա կապրեմ, կուտեմ, կխմեմ, կմահանամ, հետո էլ Աստված որոշի էլի ինչ կանեմ։ Լիքը լավ բաներ եմ արել, վատ բաներ էլ եմ արել, կդնի կշերքին կարող է եւ լավ բաներս ավելի ծանր լինի անցնեմ։ Բայց չէ, գիտեք, տենց չի։ Ընդհանրապես տենց չի։ Նախ առաջինը կշերք չկա։ Առաջինը կա մի հատ ճանապարհ, որ տանում է երկինք, դա Հիսուս Քրիստոսն է։ Հիսուսը ասեց ես եմ ճանապարհը, ասեց հորը ոչ մեկ չի ճանաչում։ Երկինք ոչ մեկ չի գնում, եթե ոչ ինձանով։ Հիսուսը եկավ զոհվեց խաչի վրա, դուռ բացեց մեր համար, ճանապարհ եղավ, որ մենք գնանք երկինք։ Գիտես, մենք մեր ապրածի համար էլ պետք է պատասխան տամ։ Սիրելի քրիստոնյաներ, սիրելի քույր եղբայրներ, եկեղեցու ժողովուրդ, առաջի դատը սկսվելու է եկեղեցուց, Աստծո տնից է սկսվելու դատաստանը։ Մենք մեզանից է սկսվելու։ Մենք պետք է այսօր Տիրոջ խոսքին, Տիրոջ ձայնին ականջ դնենք, որոնենք, փնտրենք, լցված լինի մեր սրտերը, որ կարողանանք կանգուն մնանք, գոնե մենք, եթե հնարավոր է ուրիշներին էլ օգնենք, գոնե մենք պետք է կանգուն մնանք։ Սատանան շատ խորամանկ է, գիտեք, քեզ թվում է նա բանել չի կարող անի, դու սխալվում ես, նա շատ խորամանկ է, ինքը շատ բան կարող անի, եթե դու չկանգնացնես նրան, շատ բան կարող անի, իրոք, ու անում է, թարսի պես վատ բաներ էլ անում։ Եթե ականջ դնես, երբ լսես, Տիրոջ երկյուղը փոխում է քո բնավորությունը։ Եթե դու ունես երկյուղը, գտել ես դա, գիտեք, գիտությունը ինչի համար է։ Միտեղ էլ գրած է, գիտության պակասով իմ ժողովուրդը գիտության պակասի պատճառով կործանվում է գրած է։ Այդ գիտությունը մենք պետք է ունենանք։ Իսկ այդ գիտությունը Քրիստոսն է, իր խոսքն է։ Աստծո խոսքը հենց այդ կենթանի Քրիստոսն է, որ ինքը իր հոգով մեր մեջ ապրում եւ իր խոսքով մեզ տալիս է կյանք։ Տիրոջ երկյուղը փոխում է քո բնավորությունը։ Եթե Տիրոջ երկյուղը չունենա, մարդ չի կարող փոխի իր բնավորությունը։ Այսինքն ինքը ոնց կա, ոնց ինչ կմտնի ստեղ, ինքը էլ չի անալիզ անի, հասկանում եք, Տիրոջ երկյուղը չկա, չի ասի Աստծուն հաճելի է դա, թե հաճելի չի։ Ինչ կա կգցի սիրտ, կհանի, այսինքն մարդը խառնված է։ Պատկերացրեք այն միշպուլտ կա, հա, այն որ մուզիկան կարգավորում են։ Մասնագետը սիրուն ամեն ինչը կարգավորում է, որպեսզի ձայնը, չէ, այդ երաժշտության ձայնը ինքը մաքուր եւ կատարյալ հնչի։ Պատկերացրեք մեր կյանքում այդ միշպուլտը, հա, ինքը այսինքն սա խառնված է։ Ոչ մի բան sense կատարյալ չի, բայց մեկը կա, միակ մեկը կա, այդ Սուրբ Հոգին է, այդ Քրիստոսի Հոգին է, որ կարող է ամեն ինչ կարգավորի, դզի, ու ինքը շատ արագ չի անում։ Մենք իրան պետքա թույլ տանք, որ ինքը կարգավորի մեր մեջ ամեն ինչ։ Որտեվ մենք ծնվել ենք անկարգ, կարգ չունենք մենք մեր մեջ։ Մի կարծի, որ արդեն ես կատարյալ եմ, արդեն ինչ-որ բանի հասել եմ, հələ այնքան պետք է ապրենք, որ հասնենք շատ բաների։ Գիտես կատարյալ լեփ կլինես։ Երբ որ ասես Տեր փոխի ինձ, փոխի ինձ, փոխի ինձ։ Ամենամեծ հրաշք այսօր մարդիկ ուզում են շատ մեծամեծ նշաններ, հրաշքներ տեսնել, բայց մարդիկ չեն ուզում իրանք փոխեն։ Գիտեք, այսօր ես քչերին եմ լսել, որ գան ասեն, գիտես ես ունեմ խնդիր, օրինակ եմ ասում, նախանձ եմ կամ բամբասող եմ,
բայց ես չեմ ուզում տենց լինեմ։ Արի աղոթենք, որ ես տենց չլինեմ, որ Տերը ինձ բժշկի։ Շատ բաներ կա, հա, շատ կուրք ենք մենք սարքել, կոմֆորտնի կյանքը, լավ կյանք լինի, փող լինի, առողջություն լինի, լավ տուն, լավ մեքենա, դա դառնալա կուրք այսօր եկեղեցու համար։ Բայց Տերը չի ուզում, որ դա վատ բան չի, մենք էլի կունենանք այդ ամեն ինչը, բայց Տերը ասում է առաջինը փնտրի Աստծո արքայությունը, փնտրի քո մեջ Աստծո արքայությունը, կատարի քո մեջ Աստծո արքայությունը, մնացածը ասում է ես քեզ կտամ։ Աստված ցանկանում է, որ մեր բնավորությունը աստիճանաբար փոխվի նմանվելով Հիսուս Քրիստոսի բնավորությանը, որտեղ Հիսուսն է կատարյալ։ Ինքն է այն ստանդարտը Հիսուսը, որ համապատասխանում է երկնքին։ Եթե դու այսօր ցանկություն ես հայտնում, ես չեմ ասում, որ դու ցանկություն հայտնես, քայլ առ քայլ գնաս, փոխվես, դու հələ պետք է միլիոն տարի ապրես։ Չէ, դա արդեն Քրիստոսը գնահատում է եւ ասում է դու կատարյալ ես, որովհետեւ ինքը քեզ ընդեղ է տանելու։ Բայց երբ որ մարդը իր կյանքում ասում է ստոպ, ես չեմ ուզում գնամ Քրիստոսի հետևից, ես ուզում եմ ապրեմ իմ կյանքով, գիտեք, դա կատարելություն չի, դա չի կարա մտնի երկինք։ Այդ վիճակը չի կարա մտնի երկինք։ Չէ՞ որ այս ամբողջ պայքարը գնում է մեր փրկության համար մեր անձերի, թե մենք դժոխք կգնանք, թե դրախտ։ Արդարը գիտեք ովքեր են։ Հավատացյալները։ Աստվածաշունչը հավատացյալներին ասում է արդարներ։ Բայց միտեղ էլ գրած է արդարները, արդարը դժվարությունով կփրկվի, դժվարությունով։ Մեկ մարդու բնավորությունը կարող է շատ բան փոխել։ Կարա լավ անի եւ վատ անի, շատ բան կարա անի։ Մեկ մարդու բնավորությունը։ Տեսեք, երկրի նախագահան եթե ունենա վատ բնավորություն, չէ, մարդը ինքն էլ իր բնավորությունը ունի։ Այդ երկիրը կարող է անենց վատ կառավարի, կամ պատերազմ լինի, կամ պատերազմական վիճակ լինի, որտեղ իր բնավորությունը վատն է։ Մեկ մարդու բնավորությունը։ Եվ մեկ մարդու բնավորությունը կարող է շատ լավ բան անի։ Հիսուս Քրիստոսի բնավորությունը ամբողջովին հնազանդ է հորը։ Տեսեք, Հիսուսից պետք է սովորենք։ Հիսուսը որ եկավ, սկսեց սառայել այն 40 օր այն անապատը, որ անցավ, Սատանան իրան փորձեց, բայց ոչ մի բան էլ չգտավ, ոչ մի բան էլ չկարողացավ անել։ Իրա Հիսուսի ամենաառաջի բառերը գիտեք որներ, ասում է ինձանից սովորեք, ես հեզ եմ ու սրտով խոնար։ Ինձանից սովորեք Հիսուսը ասում է։ Հիսուսի բնությունը, բնավորությունը հասկանում է Աստծուն։ Ու ինքը կատարում է այն ամեն ինչը հավատքով։ Ուրիշ դեպքում էլ ոնց կարանք ներենք մեր թշնամիներին, եթե մենք չունենանք այդ բնավորությունը, եթե մենք չփոխենք մեր բնավորությունը։ Գիտեք, փոխված մարդը հասկանում է Աստծո խոսքը։ Չփոխված մարդուն այսօր ասում է, ո՞նց կարամ ես ներեմ ինձ հալածողին։ Ոնց ինքը մեկը ինձ քֆուր տա կամ մեկը ինձ խփի, ես իրան ներեմ։ Կամ իմ թշնամու համար ես ոնց աղոթեմ։ Ինձի անիծել է ինքը, ես ոնց իր համար աղոթեմ։ Գիտեք, բայց Աստծո խոսքը ասում է տենց արա։ Բայց քանի որ ես չեմ փոխվել, իմ բնավորությունը դեռ հին է, ես չեմ հասկանա դա, ոչ է կհասկանամ ինչու համար է դա անեմ։ Բայց փոխված բնավորությունը շատ բան է հասկանում։ Գիտեք, որտեղ փոխված բնավորությունը գիտություն ունի։ Աստծուց, երկնքից գիտություն ունի։ Ինքը էլ չի ասում ինչի, խի, ոնց։ Ինքը կատարում է Աստծո խոսքը։ Գիտեք, գրածա, երբ որ կատարեք Աստծո խոսքը, Հիսուս ասում է, երբ որ իմ պատվիրանները կատարեք, Հայրն էլ ձեզ կսիրի։ Հայրն էլ ձեզ կսիրի։ Ու ձեր ուզածները կտա։ Ինչ որ ուզեք կտա։ Ասում է կատարեք իմ խոսքը, իմ կյանքով, իմ խոսքով ապրեք, ես ձեզ ամեն ինչ կտամ։ Փոխված բնավորությունը նշանակում է սիրտ, որը լի է բարի պտուղներով, այսինքն մաքուր սիրտ։ Բնավորությունը, գիտեք, ամեն ինչ սրտից է գալիս։ Ամեն ինչ սկսվում է սրտից։ Մտքի մեջ էլի եմ ասում, մտքի մեջ պատերազմ է, դե կարող է վատ բան գա, լավ բան գա, մտնի, հելնի, գնա, դա կապ չունի։ Կարևորը ինչ ընկավ քո սրտի մեջ։ Այստեղից ես, բայց որոշումը այստեղից է կայանում։ Այստեղից։ Ինչ որոշեցիր, ընկնելու է սրտիդ մեջ։ Ինչ ընկավ սրտիդ մեջ, դա էլ ձևավորելու է քո բնավորությունը։ Վատը թե լավը, դառնալու ես կամ վատը կամ լավը։
Դրա համար այստեղի պատերազմը, որ հաղթենք, այստեղ պետք չի պատերազմել։ Գիտեք, որ ընկնում է սրտի մեջ, հետո դժվար է։ Եթե վատ բանը ընկավ սրտիդ մեջ, էդի արդեն դժվար է։ Էդի արդեն կտապալի քեզի, որովհետև էդի քեզ կենտրոնիդ է հենց խփելու։ Կենտրոնիդ է հենց սատանա խփելու։ Բայց պատերազմը ստեղ սկսի հաղթել, որպեսզի սիրտդ մաքուր լինի։ Ամենապահպանելին գրած է, ամենաշատը, որ դուք պետքա պահպանեք, էդի գրած է ձեր սրտերը, ձեր սիրտը պահպանեք, որ մաքուր լինի, որտեղ մենակ մաքուր սրտովները Աստծուն կտեսնեն։ Ամեն։ Մենք ուզում ենք, մենք երազում ենք, չէ՞, մի օր Աստծո երեսը տեսնենք։ Մի օր իր գահի դեմը մի օր տեսնենք, չէ՞, մի օր գալու է այդ օրը, այո, եւ ամեն։ Ես հավատում եմ, որ այդ օրը գալու է։ Դա մեր երազանքն է։ Աշակերտներն է Հիսուսին ասում են, ցույց տուր մեզ հորը եւ մեզ բավարար, ամեն մեկը ուզում էր որը տեսներ։ Բայց գիտեք, սրտով մաքուրներն են տեսնելու հորը։ Դրա համար, որպեսզի դու լինես սրտով մաքուր, միշտ շուտեղի ապաշխարության մեջ։ Եվ եթե անգամ սխալ բան ես վերցրել քո մտքից, իջացրել ես քո սիրտ կամ գործողություն ես արել, գիտես ոնց կարանք մենք մեր սիրտը քնենք։ Մեր գործողություններով։ Ինչ գործողություն ես դու անում։ Դու ինքդ քեզ կարաս բռնես։ Որովհետև քո յուրաքանչյուր խոսացած, այն ինչ որ դու խոսում ես, քո յուրաքանչյուր գործողություն գալիս է քո սրտից։ Հիմա եկեք մենք մեր սրտերը քնենք, չթողենք որ Աստված վերջում քնի, որովհետև երբ որ Աստված սկսի մեր սրտերը քնել, մեզ շատ ցավալի է մարդու համար։ Շատ ժամանակ մենք անցնում ենք դժվար անապատներ, գիտեք խի, որտեղ Աստված բան է նկատում, ուզում է մաքրի սիրտդ։ Ուզում է մաքրի, դու էլ տառապում ես, ասում ես խի, էսենց վատ եղավ իմ համար, խի սենց խնդիրներ եղավ, խի սենց ամպեր սև կուտակվեցին իմ կյանքի վրա։ Գիտեք, Աստված մաքրում է։ Բայց Աստծուն հաճելի չի, որ քեզի անդադ ստիպողաբար ինչ որ սենց մաքրման process-ով անցկացնի։ Ասեմ ոչ։ Աստծուն հաճելի է, երբ որ մենք մաքուր սրտով ենք։ Չէ՞ որ մենք նոր աղոթք ենք անում, ասում ենք. Տեր, մի տար մեզի փորձություն։ Ամեն։ Ամեն։ Եկեք գնանք առաջ։ Եկեք գնանք առաջ։ Որովհետև այն ժողովրդի սիրտը կարծրացավ եւ իրենց ականջներով ծանր լսեցին եւ իրենց աչքերը փակեցին, որ երբեք աչքերով չտեսնեն եւ ականջներով չլսեն եւ սրտով չիմանան ու դարձի չգան եւ նրանց չբժշկեմ։ Նայեք ինչքան կարևոր բան է ստեղ գրած։ Քույրս, եղբայրս, որ նրանց չբժշկեմ։ Գիտեք բժշկությունը երբ է սկսվում։ Չէ՞, մի քիչ առաջ ասեցի, երբ որ կատարում ենք Աստծո խոսքը, երբ որ իր խոսքի համեմատ ենք ապրում մենք, բժշկությունները կատարում են, ինքս ինքյան այդ բժշկությունը լինելու է։ Կես բերանել ասես, Աստծուն պետք չէ սենց գոռալ, համոզել, անգամ եթե դու այսօր կատարյալ ապրես Աստծո խոսքի համեմատ, ես չեմ ասում դու կատարյալ կլինես, բայց դու որոշես քո կյանքում, ես ուզում եմ ապրեմ քո խոսքի համեմատ, Տեր, կներես ինձ, որ ես տենց չեմ ապրել, բայց ես հիմա ուզում եմ լիովին ապրեմ քո խոսքի համեմատ։ Գիտեք, այդ բժշկություններն է կտեսնենք, որովհետև Աստծուն պետք է մեր սրտերը, մեր կյանքը, Աստծուն այդ հիվանդությունը բանը այդքան չի հետաքրքրում, ինչքան մեր փրկությունը, մեր անձերի փրկությունը, հասկացեք, սա ամբողջ պայքարը դժոխքի դեմ է, դժոխքի դեմ է ամբողջ պայքարը, ոչ թե այս կյանքում լավ ապրենք առողջ, այ ամբողջ պայքարը դժոխքի դեմ է, ամեն, որովհետև մարդը երբ որ անհնազանդ է, Աստծուն չի սիրում, չի ընդունում, փակվում է այդ ամեն ինչը։ Գիտեք ում դեմ է փակվում, ով Քրիստոսին չընդունեց։ Եթե դու Քրիստոսին ընդունում ես, Աստված բացում է քո աչքերն, քո ականջներն, որպեսզի դու լսես, եւ գրած է, եթե լսես, երբ որոնես, երբ կանչես ինձ, ես կգամ։ Աստված Հիսուսը ասում է, որը ձեզանից, որ ձեր երեխեքը քար կուզեն, նրան հաց կուզեն կներեք նրան քար կտա, կամ ձուկ կուզեն նրան օձ կտա։ Չէ՞ որ մենք տենց բան չենք անի։ Նենց էլ հայրը, եթե ուզեք նրա հոգին, ինքը ձեզ վատ բան չի տա։ Ուզեք Տիրոջ հոգին։ Քանիսը ասենք մեզանից
ամեն օր ուզում Տիրոջ հոգին։ Գիտեք, որ մենք ամեն օր պետք է ուզենք Տիրոջ հոգին։ Սենց одноразовի չէ, սենց մի հատ տվեց, ես լեզուներով խոսում եմ, ես Սուրբ Հոգով մկրտվել եմ ու վերջ։ Չէ, տենց չի։ Գիտեք, որ ամեն օր պետք է ուզենք Տիրոջ հոգին։ Սիրտդ փափուկ արա Տիրոջ խոսքի համար։ Գիտեք, երբ է սկսում գործել այս խոսքը, երբ որ դու լսում ես եկեղեցում նստած ենք, չէ՞։ Այ հիմա խոսք է խոսվում։ Տերն է խոսում։ Ես ինձ հանձնել եմ Տիրոջը, խոսք է խոսացվում։ Գիտեք, հիմա պետք է սիրտդ փափուկ անես ամեն խոսքի համար։ Երբ որ փափուկ անես սիրտդ, այդ խոսքը պտուղ է տալու։ Այդ խոսքն է գալու սրտիդ մեջ։ Ինչքան շատ Տիրոջ խոսքը թույլ տաս, որ լցվի սրտիդ մեջ, այնքան շուտ սիրտդ կմաքրվի։ Պատկերացրեք կեղտոտ ջրով բաժակը։ Եթե այդ կեղտոտ ջրով բաժակի մեջ բաց թողնենք մաքուր ջուր ու անդադ այդ մաքուր ջուրը ծորա այդ բաժակի մեջ, այն կեղտած կամած, այսպես դուրս է գալու, վերջում լինելու է լրիվ պարզ մաքուր ջուր։ Դա մեր սրտերն է։ Հիմա մենք ինչքան թողնենք Տիրոջ խոսքը մեր սրտի մեջ եւ ասենք այո եւ ամեն, ներկա դրությամբ մենք խոսում ենք Տիրոջ խոսքից, տեղ եկեղեցում։ Շատ կարեւոր է, որ դու եկեղեցում գտնվես։ Շատ կարեւոր է, որովհետեւ ստեղ քո սիրտը սկսում է մաքրվել, բայց դու պետքա բաց թողնես, դու պետքա Տիրոջը ասես այո, ամեն, այո Հիսուս, դու ճիշտ ես Հիսուս, ճիշտ ես ասում Հիսուս, ես սխալ եմ, դու ճիշտ ես։ Երբ որ տենց ենք մենք ասում, գիտեք, դա ապաշխարանք է, դա ներքին ապաշխարանք պետքա կատարվի մեր մեջ։ Այդ միջոցով մենք մեր սրտերը մաքրում ենք։ Մենք մեր սրտերը մաքրում ենք այն նպատակով, որ լինենք հավիտենության մեջ, հավերժ կյանքի մեջ ու տեսնենք Աստծո երեսը։ Ամեն։ Ականջ դիր, որ լսես, ականջ ունեցի, որ լսես, դա հոգևոր ականջը Տիրոջ ձայնը լսելը ու ասել ամեն։ Գիտես, կարաս բարձրել չասես, բայց ինքդ քո մեջ միշտ ասա ամեն։ Հենց Տիրոջ խոսքը լսես, ասա ամեն։ Հիսուսը ասում է. «Երանի հոգով աղքատներին»։ Դա հոգու աղքատությունն է։ Ես երբեք չեմ հագենում, գիտեք։ Երբեք չեմ կարող ասեմ վերջ, ել չեմ ուզում, արդեն ամեն ինչ գիտեմ, հասկացա։ Հոգով աղքատներին, որ դու միշտ ուզում ես, գիտեք, Տերը անսահման է։ Դու չես կարող Տիրոջը մի օրում տեղավորես, ասես վերջ։ Մենք պետքա լինենք հոգով աղքատ ու ասենք Տեր, մենք քեզ ենք ցանկանում, մենք ել ավելի ենք քեզ ուզում, մենք ընդունում ենք քեզ, ընդունի Տիրոջը, որտեղ Հիսուսն է կյանքը։ Եթե դու ուզում ես հասկանաս կյանքը ինչ է, ասեմ, կյանքը անձ է, դա Հիսուս Քրիստոսն է, երբ որ ապրում է մարդու մեջ։ Դու այդ ժամանակ հասկանում ես կյանքը ինչ է։ Քանի ես դեռ Հիսուսին չէի ճանաչում, այնքան տկար է, այնքան դատարկ էի, չգիտեի ինչ անեի, ոնց անեի, ուր գնայի, դատարկ կյանք։ Բայց երբ որ Հիսուսին ճանաչեցի, հասկացա կյանքը ինչ է։ Հասկացա, որ այս ամեն ինչը ժամանակավոր է։ Ընդհանրապես մի պահ ասես մարդու կյանքում, մի ակնթարթ համեմատած հավերժության հետ, որ Աստված բացել է արդեն, որ մենք արդեն հավերժության մեջ ենք, որտեղ կյանքը դրվել է։ Մինչև այդ ասում էի, տեղ ենք ծնվել ենք, որ չարչարվենք, աշխատենք, հա, մի քիչ է լավ օրեր ենք ունենում, բայց գիտեք, վատ օրեր էլ ենք շատ ունենում, մենակ լավ օրեր չենք ունենում, ճիշտ է։ Վերջում է մահանան գնանք, իմաստը։ Գիտես, այդ իմաստը փնտրի, իմաստ չկա, ամեն ինչ ունայն այս աշխարհում, բայց Քրիստոսն է կյանքը։ Ամեն։ Բնավորությունը դա սրտի եղածն է, քո սրտի եղածը։ Տերը բժշկում է իր պատվիրանները պահողներին, ամեն, մենք կարդացինք։ Մատթեոս 5:8-ում գրած է. «Երանի սրտով մաքուրներին, որովհետև նրանք Աստծուն կտեսնեն»։ Հիսուսին կտեսնեն սրտով մաքուրները, ասա ամեն դրա վրա։ Ամեն, փառք Հիսուսին։ Բնավորությունը դա սրտի եղածն է։ Ինչ մեր սրտում լինի, դա մեր բնավորությունը կլինի։ Գիտեք, կուզես վատ բնավորություն ունեցող մարդ լինի քո կողքը։ Չես ուզի, չէ՞։ Որտեվ նենց մարդիկ կան, իրոք, եկեք պարզ խոսանք, նենց մարդիկ կան, նենց բնավորություն ունեն, որ անգամ ինքը գալիս է, մոտիկանում է, կամ միջավայրում, որ գտնվում է այդ բնավորությունը, դու չես կարող այդ մարդու հետ հարմարվես։ Չէ՞, կան տենց մարդիկ։ Շատ թե քիչ բոլորս ունենք մեր բնավորությունը։ Մենք էլ մեզի հարց պետք է տանք։ Լավ, սենց հարց տամ, կուզես քո երեխեն լինի
Նույն ոնց որ քո բնավորությունը։ Ահա, բոլորս կուզենք ավելի լավ է, չէ՞, որովհետև գիտեք խի այդ հարցը տվեցի, որ ինքներս մեր մեջ տեսնենք հələ մեր տկարությունները, ամեն մեկս էլ ունենք մեր տկարությունները։ Գիտեք, բայց դա անցնում է, բժշկվում է, երբ որ մենք Քրիստոսին ենք ընդունում։ Ինչքան շատ ենք Քրիստոսի հետ շփվում, Սուրբ Հոգու հետ հաղորդակցում, այնքան շատ մեր բնավորությունը փոփոխվում է։ Հրաշքը այդ է, հրաշքը այն չի, որ ասես բժշկվեցի, վայ, աղոթեցի մի հատ Տերը մի հատ ավտո ինձ նվեր տվեց կամ մի 10,000 փող ընկավ գլխիս, փող խնդրեցի եկավ եւ այլն։ Չէ, հրաշքը այն է, որ մեր մեջ բժշկվում ենք մենք, փոխվում ենք, դա մեծ հրաշք է։ Բարի բնավորությունը եւ չար բնավորությունը, պտուղներով նայենք ինչա գրած։ Բարի բնավորությունը ձևավորվում է այն ժամանակ, երբ մարդը ապրում է Սուրբ Հոգու առաջնորդությամբ։ Առանց Սուրբ Հոգու էլ դու բան չես կարող անես։ Եթե անգամ գիտություն էլ ունենաս, գիտություն, առանց Սուրբ Հոգու այդ գիտությունը դու չես կարող օգտագործես։ Դա նույնն է, ոնց որ ունենաս զենք, զինանոց, շատ զենքեր ունենաս, բայց պատրոն չունենաս, այդ զենքը ինչ ես անում։ Առանց Սուրբ Հոգու քո զինանոցը չի աշխատելու։ Առանց զինանոցի էլ Սուրբ Հոգին չի աշխատելու։ Հիսուսը ասեց, երբ որ Սուրբ Հոգին գա, նա իրենից ուշադիր եղեք ստեղ։ Նա իրենից ինչ որ բաներ չի հորինելու, չի տեղավորելու, չի սովորացնելու, չի ասելու նոր բաներ, ոչ։ Սուրբ Հոգին աշխատում է միայն ու միայն Հիսուս Քրիստոսի խոսքի հետ։ Հասկացաք։ Շատ կարևոր է որ մենք իմանանք, որպեսզի ուրիշ տարբեր հոգիներ ինչ որ տարբեր սուրբ բաներ մեզի չսովորացնեն։ Սուրբ Հոգին աշխատում է Հիսուս Քրիստոսի խոսքի մակարդակի հետ մենակ։ Ինչ որ Հիսուսը ասել է, այդ էլ Սուրբ Հոգին մեր հետ այդ խոսքն է վերցնում ու աշխատում է մեր մեջ։ Ավել բան չկա։ Աստվածաշունչը սա միակ ֆունդամենտն է քրիստոնեության։ Սուրբ Հոգին այս Աստվածաշնչից դուրս ոչ մի բան չի ասելու։ Շատ հոգիներ կան, շատ ուսուցումներ կան, բայց Սուրբ Հոգին չի։ Սուրբ Հոգին մենակ Հիսուսի խոսքի վրա է գալիս։ Ամեն։ Փառք Հիսուսին։ Տեսեք, Պողոս առաքյալը Գաղատացիներին ուղղված նամակում ինչ է գրում։ Հոգու պտուղները, դա բարի բնավորություն ունեցող մարդիկ են, նայեք։ Հոգու պտուղներն են, սեր, առաջինը սերն է, գիտեք, բայց այս ամեն ինչ կարդամ, սա մտնում է սիրո մեջ։ Սերը դա մի փաթեթ է, որի մեջ ըմբռնում է ամեն ինչ, բայց դա պետք է լինի իրական սեր։ Մարդկային սեր, չէ՞։ Մարդկային սերը գիտեք որն է, այնքան շատ կա, տարածված է, այսօր երգում են, ամբողջ հիմնական 90% երգերը սիրո մասի է, բայց սուտ է դա։ Մարդիկ ամուսնանում են իրար հետ, սիրում են, չէ՞, ասում է, բայց այդ մարդը մեկ այնքան շատ ունեմ տես ծանոթներ, մեկ է գործից հելմա փողս քիչ է սկսում աշխատել, կինը թողնում է մարդուն։ Ինչի համար։ Այն ժամանակ սիրում էր ինչ է այդ մարդը։ Փողը, գիտեք, սուտ սեր կա աշխարհում։ Աշխարհի սերը ինքը կտաս, կսիրեմ քեզ։ Չես տա, չեմ սիրի քեզ, բայց Աստծու մոտ լրիվ հակառակն է։ Աստված ասում է, ես քեզ սիրում եմ, ոնց որ դու կաս։ Գիտեք ինչի նման է, մի հատ բանի նման ասնեմ։ Տեսեք, մեր բեբիկին, մենք բեբիկ ունենք 6 ամսեկանը։ Գիշերները չի թողում քնենք։ Անում է տակը, հոտը գցում է սենյակով մեկ։ Ղժում, գոռում, անհանգստացնում։ Ոչ մի լավ բան չի անում։ Բառից բուն իմաստով, ոչ մի լավություն չի անում, ոչ ինձ, ոչ կնոջս, բայց մենք իրան շատ ենք սիրում։ Գիտեք, նման է Աստծու սերը, շատ։ Աստված խա մեզ երեխեք տվել, որպեսզի մենք հասկանանք, թե ինքը մեզ ինչքան է սիրում։ Ամեն։ Մենք սիրում ենք այդ երեխուն, չնայած նրան, որ ինքը ընդհանրապես բացի վատությունից լավություն մեզ չի անում, բայց մենք իրան սիրում ենք։ Տենց էլ Աստված է մեզ սիրում։ Տեսեք գրած է, մենք դեռ մեր մեղքերի մեջ էինք, Հիսուսը գնաց խաչվեց։ Գիտես, դու հələ չէիր ծնվել, բայց Աստված գիտեր, որ դու սենց անունով մարդ ածում է, ինքը քեզ գիտեր արդեն։ Որտեղից ես չգիտեմ, կգնանք երկնքում կիմանանք որտեղից։ Բայց ինքը գիտեր, որ դու ծնվելու ես, ես ինչ թվին։ Հիսուսը բոլորին անգիր անգամ մազերիդ քանակներ գիտեր, ու ինքը գնաց խաչի վրա հելավ,
Ոչ թե մենակ այդ ժամանակաշրջանի մարդկանց համար, այլ նաև քո համար, այլ նաև հələ դեռ այն մարդկանց համար, որ պետքա ծնվեն այս աշխարհում։ Ու ինքը չհարցրեց, ուզում ես թե չես ուզում։ Մենք մեր երեխուն էլ չենք հարցնում, ուզում ես պամպերսը փոխենք թե չէ։ Դե մենք արելատակը փոխում ենք։ Տենց էլ Տերը այդքան Աստված սիրում է։ Մենք գիտեք Աստված ուզում է մենք հասկանանք իր սերը։ Շատ կարևոր է, որ մենք Աստծուն ոչ թե sense ինչ-որ ջղային պապիկ պատկերացնենք երկար մորոքով, փեդն էլ ձեռը նստած։ Մենք հասկանանք, որ Աստված հայր է, Հիսուսը ասում է, իմ հայրը ու ձեր հայրը։ Ու Աստված սիրող հայր է։ Մենք դեռ մեր մեղքերի մեջ էինք, ինքը արդեն գնաց, խաչվեց խաչի վրա, որ մեր մեղքերը ների։ Ինչ է Աստված մեզանից ուզում։ Հավատք ու փոփոխություն, որպեսզի մենք հավատանք, որ Աստված մեր մեղքերը ներել է ու քայլենք Հիսուսի հետևից, փոխվենք, մեր հին անձը թող խաչված լինի, բայց մեր նոր անձով ապրենք։ Այս տեսեք, էսի որ կարդացի, չէ, մենակ սերն եմ հələ կարդացել, նայեք, սիրուց հետո ուրախություն, խաղաղություն, համբերություն, քաղցրություն, բարություն, հավատ, հեզություն, ժուժկալություն։ Գիտեք, այս հատկանիշները համարվում են քրիստոնեական բնավորության հիմնասյուները։ Դա պետք է լինի մեր հիմնասյուները, որովհետև այս ամեն ինչը, այս բնավորությունը Քրիստոսի մեջ կատարյալ է։ Մենք էլ նայելով իր, տեսեք, ում հետ շատ շփվում ես, նրանից էլ սովորում ես։ Մարդիկ կան ասում են, վատի հետ շփվեմ, վատն եմ դառնում, իրոք տենց է։ Կյանքում չկարծես դու այնքան լավն ես, որ գնաս վատի հետ շփվես, այն լավն է կմնաս, չէ, վատը կդառնաս։ Ում հետ շփվես, նրան էլ նմանվելու ես։ Հիմա եկեք շփվենք Քրիստոսի հետ շատ, որպեսզի նմանվենք Քրիստոսին։ Իսկ ո՞նց շփվենք Քրիստոսի հետ։ Հիմա կասեք, ո՞նց շփվենք Քրիստոսի հետ։ Ո՞նց ուզում ես։ Ո՞նց ես պատկերացնում, որ Քրիստոսի հետ շփվես։ Գիտեք, լինում է ես մի անգամ ծաղիկ էի բերել տուն, ասում եմ Քրիստոսի համար եմ բերել։ Ես Հիսուսին եմ սիրում, ես Հիսուս քո համար եմ բերել։ Այս ծաղիկը մեր տունը դրել, ես Հիսուսի համար եմ բերել։ Գիտեք, պետքա Տիրոջը, մենք պետքա կենթանի շփում ունենանք Տիրոջ հետ։ Նա իրականում հարություն առե։ Նա իրականում կենթանի հարություն առե, ինքը այսօր ստեղ է, հոգով։ Մենք պետքա իր խոսքի հետ շփվենք։ Իր խոսքը կարդանք, աղոթքով շփվենք։ Գիտեք, երբ որ դու աղոթք ես անում, դու Տիրոջը բան ես ասում։ Երբ որ դու խոսքն ես կարդում, ինքն է քեզ բան ասում։ Էդ էլ հաղորդակցությունն է Տիրոջ հետ։ Լավ կապա, չէ՞։ Փառք Տիրոջը, այնպես կապա, որ միշտ կա։ Միշտ կա այդ կապը։ Ոչ մեկ չի կարող խզի այդ կապը։ Եթե ես ցանկանամ, ես Տիրոջ հետ հաղորդակցվեմ, ոչ մեկ երբեք չի կարող խզի այդ կապը։ Ոչ հրեշտակները, ոչ դևերը, ոչ սիտուացիաները կյանքի, որ կգան, ոչ դժվարությունները, ոչ մի բան չի կարող այդ կապը խզի, որովհետև ես ուզում եմ Տիրոջ հետ հաղորդակցվեմ, ես սիրում եմ Տիրոջը։ Ես սիրում եմ նրա խոսքը։ Ես սիրում եմ կարդալ, ես սիրում եմ աղոթել, ասեմ Տիրոջի իմ կամքը, փառաբանեմ նրան, շնորհակալություն ասեմ։ Տերն էլ իր խոսքով է իմ հետ խոսում, իր հրաշքներով է իմ հետ խոսում, ցույց է տալի, աղոթքի պատասխաններով է խոսում։ Գիտեք, այնքան հրաշալի է, երբ որ դու ապրում ես Տիրոջ խոսքի համեմատ ու տեսնում ես Տիրոջ հրաշքները։ Շատ հրաշալի է, շատ լավ կյանք է, շատ ուրախ, հետաքրքիր կյանք է։ Դժվարությունները, վտանգավոր բաները, այսպես կողքովդ անցնում են, բայց քեզի չեն կպնում։ Կողքովդ անցնում են, բայց քեզի չեն կպնում, որովհետև Տերն է քո ապավենը։ Տերը քեզ պաշտպանում է իր երկու ձեռքերով։ Մեղավոր բնավորությունը ընդհակառակը արտահայտվում է մարմնական ցանկությունների եւ եսակենտրոն կյանքի հետևանքները։ Մարմնական ցանկությունները։ Գիտեք, այդ մարմնականն է հենց այդ որ քեզ չի թողում դու առաջ գնաս, որ Քրիստոսը խաչել է, պետք է խաչի վրա լինի այդ մարմնականը։ Մենք բաժանվեցինք, ես անցած անգամ խոսացի, որ Քրիստոսը երբ որ զոհ եղավ մեր համար, մենք էլ հավատացինք, ընդունեցինք նրա զոհը, մեր մեջ բաժանություն եկավ։ Մենք ծնվեցինք Աստծո խոսքից նոր մարդով,
Քրիստոսի մեջ արարվեցինք, Աստվածաշնչում գրած է, նոր ծնունդ, նոր ստեղծագործություն, նոր մարդ ծնվեց Աստծու մեջ, ոչ թե արդեն Ադամից, այլ Քրիստոսից։ Հենց այդ նոր մարդուն մենք պետք է թույլ տանք, որպեսզի նա Քրիստոսին հետևի։ Տեսեք, հոգու մեղավոր բնավորությունը ինչ պտուղներ ունի, հայտնի են մարմնի գործերը, որն են շնություն, պոռնկություն, պղծություն, գիջություն, կռապաշտություն, կախարդություն, թշնամություն, կռիվ, նախանձ, բարկություն, հակառակություններ, երկպառակություններ, բաժանություններ, չարակամություն, սպանություններ, այս ինչքան շատ է Տեր Աստված, հարբեցողություն, անառակություն եւ այն ինչ սրանց նման է, էլի ավելի շատ է, հələ այս քիչ գրած է։ Լսեք ինչ է գրած, ասում եմ ձեզ, ինչպես որ նախապես էլ ասում է, թե այսպիսի բաներ անողները Աստծու արքայությունը չեն ժառանգելու։ Գիտեք, մենք պետք է փախնենք սրանից։ Սրանից փախնելու միջոցը, միակ միջոցը, էլի եմ ասում, քո հին մեղավոր անձը պետք է հավատքով մենք տանք ստեղ։ Հիսուսը խաչվեց, հենց ինքը իր համար չխաչվեց, մեր համար խաչվեց, որ մեր այս բնությունը, այս բնավորությունը մեր, այս մարմնի ցանկությունները մեր, հա, ինքը խաչված լինի Քրիստոսի հետ։ Մենք պետք է հավատանք, որ արդեն խաչվել է Քրիստոսի հետ դա։ Մենք նոր մարդ ենք, մենք ազատ մարդ ենք, մենք ուզում ենք հետևել Քրիստոսին եւ գնալով օր, շաբաթ առ շաբաթ, ամիս առ ամիս փոխվենք, կատարվենք, դառնանք նոր մարդ, ունենանք նոր բնավորություն, որտեղ որ գնաս, այնտես լավ բնավորություն պետք է ունենաս, ուր գնաս մարդիկ քեզ պետք է սիրեն, քո կողքը պետք է մարդիկ հավաքվեն, ուրախանան քո ներկայությունից։ Քրիստոսը պետք է արտացոլվի մեր մեջից։ Ամեն։ Ինչպես ազատվել մեղքից, այսենց։ Ինչ Հռոմեացին 6:6-ում գրած է. իմացեք, որ մեր հին մարդը նրա հետ խաչվեց, որպեսզի մեղքի մարմինը կործանվի, որ այլևս մեղքին չծառայի։ Դա հավատք է։ Աշխարհիկ մարդը չունի այդ հնարավորությունը։ Ոչ հավատացյալ մարդը այդ հնարավորությունը չունի, որտեղ ինքը մեղքի ծառայ է, ինքը չի կարա մեղքի դեմ գնա։ Մեղքը եթե եկավ ասեց, էս պիտի անես, ինքը պիտի գլուխը կախանի, որտեղ ինքը գերի է մեղքին։ Բայց մենք մեր հավատով, մենք խի գերի չենք մեղքին, որտեղ մեր մեղավոր անձը խաչվեց Հիսուսի հետ։ Ես ազատվեցի իրանից, էլ գերի չեմ, ես ազատ մարդ եմ, որը կարա ասի, չեմ անձում։ Միտքը գալիս է, նեշի միտքը չի գալի։ Միտքը գալիս է, արա նամանավանդ այն նոր քրիստոնյան է, որ նոր, ես ինձ եմ հիշում, որ նոր եկեղեցի։ Միտքը լա գալիս, բաներ էլ է հիշացնում սատանան, գիտես, բայց դու ունես այնց Տեր, այնց իշխանություն, որ դու ունես, որ դու կարաս ընդհանրապես ասես ոչ։ Տերը ասում է, թող ձեր ոչը ոչ լինի, այոն այո։ Էլ մի խորացեք շատ, դե լավ, գիտեք, սատանան համոզելու կհամոզում է։ Ինքը ասում է, դե լավ, մի քիչ էլի գոնե։ Դե լավ, ծխելը թարգել ես, պետք չի մի պաշկա ծխես։ Մի հատիկ, լավ, այսօր մի հատիկ։ Գիտեք, ինքը համոզում է, ասենց ասում է մի քիչ գոնե, բայց արդեն մենք ունենք իշխանություն։ Ասենք ոչ, կամ ասենք այո։ Տիրոջը ասում ենք այո, սատանային ասում ենք ոչ։ Տենց պետք է լինի։ Հենց այստեղ, երբ որ դու ասես սատանային ոչ, եւ քո ոչը այո չդառնա կյանքում, գիտես, այստեղ արդեն հաղթեցիր։ Սիրտդ մաքուր կմնա։ Այստեղը արդեն պիտի հաղթես։ Ոչ պետք է ասենք սատանային եւ Տիրոջը ասենք այո եւ ամեն։ Մարկոս 8:34 Ապա Հիսուսը ժողովրդի աշակերտների հետ միասին իր մոտ կանչեց ու նրանց ասեց. ով ուզում է իմ հետևից գա, թող իր անձը ուրանա, իր խաչը վերցնի ու ինձ հետևի, իմ հետևից գա։ Ուրիշ ձև մենք Տիրոջը չենք կարա հետևենք ու փոխվենք։ Հիսուսի հետևից չենք կարա։ Մենք չենք կարա գանք եկեղեցի ու փոխվենք, եթե մեր հին անձը դեռ խաչված չի, եթե մենք Հիսուսին չենք ուզում նմանվենք։ Մեր եկեղեցի գալ գնալն էլ իզուր կլինի, մեր հավատացյալ կոչվածն էլ իզուր կլինի։ Այսօր Հայաստանի քահանաները բոլոր ազգին ասում են հավատացյալ ազգ։ Այ մարդ այդ մարդիկ ինչ ասես անում են։
Գամ եկեղեցի մոն վառեմ, տերտերների ձեռքը պաճեմ ու գնամ գողություն անեմ։ Ու գնամ կնոջս դավաճանեմ։ Ոնց եք դուք ասում, որ հավատացյալ են բոլորը, մեր ժողովուրդը հավատացյալ է։ Էս ինչ սուտ է, էս ինչ փափուկ բարձ եք դրել ժողովրդի գլխի տակ, ուսեն մեր լայն ճանապարհով դժոխք եք ուղարկում։ Գիտեք, Հիսուս ասում է, դուք չեք մտնում Աստծո արքայություն եւ այն ուզողներին էլ չեք թողում մտնել։ Ես նենց եմ երազում, որ մի օր մեր քահանաները, թեկուզ առաքելական եկել, սկսեն ճշմարտություն խոսան Աստծո հոգուց։ Բայց Տերը իր մշակներին կբարձրացնի ու կող կտան ամեն սատանայի գլուխները ու Հայաստանում պետքա խոսացվի Տիրոջ խոսքը։ Հայաստանի վրա պետքա իջնի այն խոր ապաշխարությունը, որպեսզի մարդիկ իրանց սրտերով ապաշխարեն, էլի դարձի գան։ Մեղք են, ես խղճում եմ շատ մարդկանց, որտեվ Տերը ասում է մոլորված գառների պես են, չգիտեն, ոչ հովիվ ունեն, ոչ բան ունեն, այսպես մոլորված, ով ինչ ասես, ինչ հեթանոսական կրոններ են եկել, ինչքան կախարդներ են եկել, բախտագուշակներ, ինչ ասես կա, որտեվ մոլորված են։ Բարի սիրտը հաղորդակցում է Աստծո հետ, իսկ այդ հաղորդակցության օրհնությունը բերում մարդու կյանքում։ Երբ որ մենք հաղորդակցվում ենք Աստծո հետ, օրհնություն էլ է գալի։ Ուզես, թե չուզես գալիս է։ Գիտեք, շատ դեպքերում անգամ ես չեմ էլ աղոթել, ես վկայում եմ բոլորի առջև։ Անգամ ես չեմ էլ աղոթել, չեմ էլ բերանս բացել, ասել Տեր, ինձ էս ինչ բանը պետք է, անհրաժեշտ է, էլի ինձ եմ ուզում էս ինչ բան ունենամ։ Ուղղակի մտքովս անցել ու գիտեք Տերը մեկ էլ անենց հրաշքով տվել է, ես զարմացել եմ, Տեր, ախր ես չեմ էլ աղոթել, չեմ ուզել, բայց դու գիտես իմ կարիքները։ Գիտեք, էդի գալիս է, այդ օրհնությունը գալիս է, երբ որ քո սիրտը բարի է ու Տիրոջ հետ հաղորդակցություն ունի։ Օրհնությունը գալիս է մեր սրտի փոփոխության միջոցով, երբ որ մեր սիրտը սկսում է փոփոխվել, այս process-ի մեջ դու պետքա լինես։ Արագա, շատա, քիչա, մյուսից պակաս ես, մյուսից ավել ես, կապ չունի, բայց այս process-ը, այս փոփոխության process-ը պետքա լինի քո մեջ, որպեսզի գա օրհնությունը քո կյանքում։ Ամեն։ Ամեն, փառք Տիրոջը։ Գիտես, եթե ուզում ես ճանաչել ինքդ քեզ, նայիր քո պտուղներին։ Նայի քո պտուղներին, նայ ինչ ես խոսում, ինչ ես անում, բռնացրու ինքդ քեզ։ Քո ամենաառաջին թշնամին քո մեջ կարա լինի։ Մի փնտրի սատանային, մի փնտրի, չգիտեմ, հարևանին, մարդուդ, կնոջդ։ Առաջի թշնամին, որ քեզ ուզում է սպանի, դա քո մեջ է, դա քո մեղավոր բնությունն է, որ Աստծուն չի սիրում, սիրում է մեղքը, սիրում է այս ժամանակավոր հաճույքը այս աշխարհի, հետո էլ քեզի քաշի տանի դժոխք։ Այդ թշնամուց ազատվի։ Այստեղ տեղը կա, որտեղ պետք է ազատվենք, խաչը, հանի խաչի վրա։ Գիտեք, դա ամեն օր առավոտ արթնանում ես, ամեն օր ասա Տեր քո հոգին եմ ուզում։ Տեր հրաժարվում եմ ես իմ հին անձից, եթե չհրաժարվես քո հին անձը, մարմնական ցանկությունները, քեզի կոնտրոլ է անելու, քեզի գցելու է մեղքի մեջ։ Գիտեք, մենք չենք կարա ուրիշ կերպ ազատվել դրանցից։ Հին անձի մեջ ինչ ասես կա, նախանձ, բամբասություններ, գողություն, շնություն եւ այլ։ Մեր միակ բժիշկը Հիսուսն է։ Որ դու գնաս ապտեկա, օրինակ ասես ինձ տվեք գողություն եմ սիրում անեմ, ես գող եմ, հա, ինձ դեղ տվեք, որ այլ գողություն չանեմ։ Գիտեք, ապտեկայում քեզ չեն տա այդ դեղը։ Որ գնաս ասես ինձ նախանձության համար դեղ տվեք, ես էլ չեն տա։ Տենց բան չկա։ Միակ բժիշկը Հիսուս Քրիստոսն է։ Հիսուս ասեց, հիվանդները ունեն բժշկի կարիք։ Երբ որ գիտեք այդ որ հիվանդներն են, ես ու դու եմ, երբ որ մենք ասում ենք, Տեր, մենք քո կարիք ունենք, մենք փոփոխության կարիք ունենք, մենք բժշկվելու կարիք ունենք, Հիսուսը միանգամից գալիս է քեզ բժշկում է, որովհետև նա ուզում է, որ դու բժշկվի։ Մեկ էլ ասում է, «Բա էս ինչ լավ է, էս մի երեխես էլ ուզեցա, որ փոխվի, գամ իրա մոտ է, գամ իրան էլ բժշկեմ»։ Ինքան քաղցր է, երբ որ մեր երեխեքը, չէ, հասկանում են իրանց սխալները ու գալիս են ասում են, «Մամա կամ պապա կներես, ես սխալ եմ այստեղ, ինձի բացատրի, ինձի օգնի, որ մյուս անգամ չանեմ»։ Ինչքան քաղցր է, չէ՞, դա Աստծուն պատկերացրեք ինչքան լավ է, երբ որ մենք անկեղծ ենք լինում Աստծո հետ։ Եվ եկեք ես վերջացնեմ քարոզը, երկու տեղել եմ կարդում,
ու բերում եմ երկու օրինակ Դավիթին ու Սավուղին, երկու բնավորություն, երկու մարդ, բայց երկու բնավորություն։ Տեսնենք մի հատ Սավուղի բնավորությունը, հետո կտեսնենք Դավիթի բնավորությունը։ Գիտեք, Տերը կուզենա, որ մենք Դավիթի բնավորություն ունենանք։ Եկեք նայենք լավ։ Դավիթն ու Սավուղը։ Սավուղը օծված էր, նա վատ մարդ չէր։ Նենց չի Աստված ինչ որ վատ, ինչ որ մարդու էր բերել, թագավոր էր օծել, նամանավանդ նա Աստծո օծյալն էր, չէ՞։ Սավուղը օծյալ էր, նա վատ մարդ չէր, բայց նա ուն սահմանափակ էր, գիտեք, ինքը այսքան էր կարող տեղավորել Աստծո հոգին, այսքան, այսքան տվեք, всё, ինքը փակվել էր լրիվ։ Եկեք կարդանք, լավ։ Բնավորությունը սահմանափակում է, չի թողում, որ առաջ գնաս։ Մի քիչ երկար եմ կարդալու, բայց պետքա կարդամ, շատ լավ տեղ է ու մենք կավարտենք, երկու տեղ եմ կարդալու։ Ով պատմությունը չգիտի, մի քիչ հիշեցնեմ, Սավուղը ինքը առաջին թագավորն էր Իսրայելի, որ Աստված իրան դրել էր, Աստված միշտ թագավորներին տալիս էր խոսք, պատվիրան, մարգարեի միջոցով։ Թագավորը Աստծո գլխի շեր կարա թռներ։ Մարգարեն Աստծո խոսքն էր, որ գալիս էր ասում էր, Տերը ասում է, սենց կանես, ուրեմն սենց կանես։ Նենց կանես, նենց կանես։ Նենց չանես, ուրեմն չպետք է ինքը աներ։ Թագավորը պետք է հնազանդ լիներ Աստծո խոսքին։ Չէ՞ որ այսօր Աստված մեզ էլ է ասում, դուք եք թագավորներն ու քահանաներն եք։ Մենք էլ Հիսուսի հետ թագավորում ենք, բայց մեր գլուխը Աստված է։ Սամուելը ասաց. «Միթե Տիրոջ համար ողջակեզներն ու զոհերը հաճելի են ավելի, քան Տիրոջ ձայնը լսելը։ Հնազանդությունը հաստատապես լավ է զոհից եւ ականջ դնելը խոյերի ճարպից»։ Առաջինը մենք պետքա լսող լինենք Աստծուն, հեզ ու խոնարհ լինենք Աստծո դեմ, մնա հետո զոհեր անենք։ Քանզի ապստամբությունը կախարդության մեղքի պես է։ Ապստամբությունը, որ Աստծուն հակառակվում է մարդը, չի լսում Աստծուն, դա գիտեք ասում է կախարդության մեղքի պես է։ Իսկ կախարդության մեղքը մենք գիտենք, դա սարսափելի մեղք է։ Դա ուղիղ կապ է դիվային աշխարհի հետ։ Ու Աստված նմանացնում է, պատկերացնում ես, ապստամբությունը նմանացնում է այդ մեղքի հետ։ Եվ անհնազանդությունը կռապաշտության, եւ որովհետեւ դու Տիրոջ խոսքը մերժեցի, նա էլ քեզ մերժեց, որ դու թագավոր չլինես։ Եվ Սավուղը ասեց Սամուելին. «Մեղ գործեցի, որ զանց արի Տիրոջ պատվերները ու քո խոսքերը, որովհետեւ վախեցա ժողովրդից եւ լսեցի նրանց խոսքը»։ Կյանքում չլինես առաջնորդ, որը ժողովրդից պիտի վախենա։ Գիտեք, Աստված չի հարգում տենց առաջնորդ, որ պիտի ժողովրդից վախենա։ Առաջնորդը պետք է ունենա մեկ գլուխ, դա Աստված է։ Գիտեք, Աստծուն դուր է գալի առաջնորդներ, ովքեր լսում են Տիրոջը, ովքեր լսում են նրա ձայնը։ Եվ հիմա աղաչում եմ, ներիր իմ հանցանքները ինձ եւ հետ վերադարձիր, որ երկրպագեմ Տիրոջը։ Եվ Սամուելը ասաց Սավուղին. «Ես չեմ վերադառնա քեզ հետ, քանի որ դու մերժեցիր Տիրոջ խոսքը, Տերն էլ քեզ մերժեց, որ Իսրայելի վրա թագավոր չլինես»։ Երբ Սամուելը ետ դարձավ, նայեք ինչ անում, որ գնա, Սավուղը բռնեց նրա վերարկուի ծայրը, որը պատռվեց։ Էս էլ այդ ապաշխարությունն էր, որը պատռվեց։ Վերջի խոսքն եմ կարդում։ Այն ժամանակ Սամուելը ասաց նրան. «Տերն այսօր Իսրայելի թագավորությունը պատռեց քո վրայից եւ այն տվեց քեզանից լավ ընկերոջդ»։ Մի փոքր առաջ ինքը ապաշխարեց, ասեց կներես, ների ինձ, որ Տիրոջ պատվիրան, գիտեք, բայց սուտ ապաշխարություն է։ Սուտ ապաշխարությունը չի աշխատում։ Ապաշխարեց, բայց հետո ինչ արեց։ Բռնեց վերարկուի ծայրից, կտրեց, պատռեց ու չզղջացել դրա համար։ Նրա ապաշխարությունը սուտ է։ Գիտեք, բնավորությունը, եթե մարդ թույլ չտա, որ Աստված փոխի քո բնավորությունը, մենք կնմանվենք Սավուղին։ Նա էլ կանչվեց Տիրոջից, օծվեց Տիրոջից, մարգարեն եկավ, օծեց իրան, թագավոր կարգեց, բայց եկավ մի պահ, որ ինքը սահմանափակեց Տիրոջը։
Ինքը իր մեջ ռամկեկ դրեց, ասեց Աստված, այսքանը ես կանեմ, քոմր մնացածը ես իմ ձևով կանեմ։ Ես իմ լոգիկայով կա, չփոխվեց մարդու բնավորությունը։ Մարդու բնավորությունը, երբ որ չի փոխվում, սահմանափակում է քեզի կյանքում։ Չի թողում, որպեսզի դու առաջ գնաս, դու ել ավելի լավ բաներ տեսնես, Տերը անսահման է։ Տերը չունի ոչ սկիզբ, ոչ վերջ։ Ամեն։ Ու մենք էլ այսօր Տիրոջ հետևից ենք գնում, մենք հավերժության հետևից ենք գնում։ Տեսեք, լավ, շատ չխոսամ, արդեն քիչ է մնում, վերջի խոսքն եմ կարդում ու աղոթք ենք անելու։ Աստծո սրտով մենք պետքա լինենք։ Մեր բնավորությունը պետքա լինի Տիրոջ սրտով։ Եթե չլինի Տիրոջ սրտով, մենք իրան չենք հասկանա, իր կամքն էլ չենք կարող կատարենք։ Որովհետև եթե Տիրոջ կամքը չկա, իմաստել չկա, ամեն ինչ ունայն է ու մահացած է։ Տեսեք, վերջի տեղն են կարդում, աղոթք ենք անելու։ Ա Թագավորաց 24 3-ից 6 խոսքերը կարդամ։ Սավուղը այնքան նախանձ էր, ինքը լսել էր, որ իրանից հետո իրանից լավը պետք է գա, ինքը գիտեր, որ դա Դավիթն է լինելու։ Նախանձությունից ընկել էր Դավիթի հետևից, որ բռներ սպաներ։ Ամեն ինչ անում էր, որ այդ տղուն բռներ սպաներ, որովհետև մարգարեն ասել էր քեզանից լավ, ինքը հասկանում էր, որ Դավիթն է իրանից լավը։ Տեսեք նախանձը ինչ անում։ Եվ Սավուղը ամբողջ Իսրայելից 3000 ընտիր մարդ վերցրեց եւ գնաց Դավիթին ու նրա մարդկանց փնտրելու Այծեմնյանց լեռան վրա։ Նա հասավ ճանապարհի վրա եղող ոչխարների փարախների մոտ։ Այնտեղ մի քարայր կար, այո, դա ճիշտ բառ է։ Եվ Սավուղը հարկավորության համար ներս մտավ։ Դավիթը իր մարդկանց հետ նստած էր այն քարայրի ներսում։ Եվ Դավիթի մարդիկ նրան ասեցին. Ահա այս օրը, որի համար Տերը քեզ ասել է, թե ահա քո թշնամուն կմատնեմ քո ձեռքը։ Նրան արա այն, ինչ հաճելի է քո աչքին։ Եվ Դավիթը վեր կացավ ու ծածուկ կտրեց Սավուղի վերարկուի մի ծայրը։ Տեսեք, նույն բանը արեց։ Կտրեց վերարկուի ծայրը, բայց թաքուն, ինքը սկի չզգացել Սավուղը։ Բայց հետո, նայեք Դավիթի սիրտը պետք է զգաք ու ունենաք այդ սիրտը։ Բայց հետո Դավթի սիրտը խղճահարվեց։ Հասկանում եք, Դավթի սիրտը խղճահարվեց, որ Սավուղի վերարկուի ծայրը կտրեց։ Տեն մեկ ինչ սիրտ է։ Նեշ է Աստված գնաց մի հատ չոբան տղու բռնեց, ասեց օծեց քեզ թագավոր կդնեմ։ Աստված տեսավ նրա սիրտը։ Տեսեք ինչ սիրտ է։ Տեսեք Սավուղի սուտ ապաշխարությունը, որ կարա մարգարեի Աստծու ծառայի շորը բռնի պատրի ու չզղջա, բայց Դավիթի սիրտը, որ իրա թշնամու, որ ուզում է իրան սպանի, շորի ծերից կտրում է, բայց սիրտը ցավում է։ Երբ կտեսնես քո առաջնորդի տկարությունը, երբեք չծաղրես նրան։ Ինքը իր թագավորի շորը կտրեց։ Գրածա սիրտը ցաված։ Հովիվների հետևից ինչքան վատ բաներ են խոսում։ Ծառայողների հետևից ինչքան վատ բաներ են խոսում։ Հա, բոլորս էլ ունենք տկարություն։ Նշի, ոչ մեկ կատարյալ չի, բայց մենք ճանապարհին ենք, որ կատարյալ դառնանք։ Գիտեք, Աստված ուզում է մենք ունենանք սենց սիրտ։ Դավիթի սրտից, որ իր առաջնորդին չի ծաղրում, նստածա քարայրում իր գործերով։ Բայց Դավիթը ինչ սիրտ ուներ։ Մի խոսացեք երբեք ձեր առաջնորդների հետևից։ Ոչ մի իշխանություն չկա, որ երկնքից չի տրված։ Եթե միտեղ իշխանություն կա քո վրա, եթե միտեղ դու ունես առաջնորդ, կլինի հովիվ, կլինի նախագահ, մի ծաղրի երբեք, վատ բան մի ասա։ Դավիթը կարար սպաներ։ Այն իր կողքի մարդիկ էլ բրդում էին, ասում են, հեն անգելա ձեռդ, գնա մի հատ թրով խփի կպրծնի այս պատմությունը սա։ Բայց ինքը չէր կարա տենց բան անել։ Աստված ուզում է սենց սիրտ, որ մենք ունենանք։ Գիտեք, ամեն սխալն է Աստված ալ ուսում ամեն սխալ, բայց մենք դատավոր չէ։ Գիտեք, Աստուն խեր Դավիթի սիրտը դուր գալի, որտեղ ինքը դատավոր չէր։ Ինքը չէր դատում։
Իրան քֆուր էին տալիս, հենց ինքը իր զորքով, դրանից հետո գրած է ինքը արդեն թագավոր է Դավիթը։ Ինքը իր զորապետերի հետ, այն ախրանի պետերի հետ այսպես քայլում էր։ Մի մարդ քայլում էր։ Մի մարդ իրան հայհա, այդ բառը հիշում եմ, գիտեմ։ Մի մարդ իրան հայհոյում էր։ Հայհոյում էր, շատ վատ բաներ էր ասում։ Այդ իր ախրանի պետերից ասեց, ո՞վ է սատկացումը, գնանք գլուխը վրից կտրենք։ Ասեց, չէ, մի ձեռ տվեք։ Կարող միգուցե ինչ-որ բան եմ արել, Աստվածա թույլ տվել իրան։ Մի կպեք իրան։ Տեսեք, Աստծուն պետք է սենց սրտեր, որոնք չեն դատում, չեն դատապարտում, այլ ամեն ինչ թողում են Աստծու վրա։ Ամեն։ Թողեք ամեն ինչ Աստծու վրա։ Այսօր այնքան շատ է ժողովուրդ ջան, բամբասությունը, ամենավետ վատ դիվական մեղքն է, որ այսօր եկեղեցիներից չի դուրս գալիս։ Թույլ չտաս կյանքումդ հանգարց։ Երբ որ կլսես այդ հոգուն, մի անգամից դեմ բերանը կփակես, մի անգամից դեմը կառնես, թույլ չտաք բամբասություններ, որովհետև դա մենակ սատանային է պետք։ Մի դատեք։ Աստված ամեն ինչ գիտի։ Գիտեք թե Աստված չգիտի, դուք եք այդ հարցը լուծելու։ Լավն է, վատն է, ինչ արե, ինչ չի արե, մարդու հին կյանքը, նոր կյանքը սկսում են քննադատել։ Աստված ամեն ինչը գիտի։ Աստված ամեն ինչը գիտի, որ դու էլ կատարյալ չես։ Ահա թե ինչ սիրտ ուներ Դավիթը։ Եկեք բարձրանանք աղոթք անենք։ Տեր, մենք շնորհակալ ենք քեզ Հիսուս։ Շնորհակալ ենք Տեր։ Օ, շնորհակալ ենք Սուրբ Հոգի քո ներկայության համար, Տեր։ Փոխիր մեր սրտերը այսօր, Աստված, այո։ Տեր Հիսուս, մենք քեզ ասում ենք շնորհակալություն։ Մենք երգում ենք ու ասում ենք, Տեր, այսօր էլ երգում ենք, որ շնորհակալություն Հիսուս, շնորհակալություն Տեր։ Շնորհակալություն, որ ազատեցիր մեզ, Տեր իմ Աստված, մեր հին բնավորություն, մեր հին մարդից, այդ ապստամբից, Տեր իմ Աստված, որի մեջ ամեն վատ պտուղներն է կար, Տեր իմ Աստված, որը կործանման էր տանում։ Տեր, շնորհակալ ենք խաչիդ համար, շնորհակալ ենք արյանդ համար, Հիսուս, շնորհակալ ենք վերքերիդ համար, Տեր, որ բժշկում ես, Տեր, բժշկում ես մեր անձը, բժշկում ես, նորոգում ես մեր միտքը, մեր սիրտը, Տեր, քո ոտքերով, մեր մարմիններն էլ են բժշկվում, Տեր իմ Աստված, մենք շնորհակալ ենք քեզ, Տեր։ Օ Հիսուս, վերցրու մեր սրտերը, տեսնում ես դու մեր սրտերը, Տեր։ Ես խնդրում եմ եղբայրս, քույրս, իրական ապաշխարություն անենք Տիրոջ առջև, հենց հիմա։ Իրական եկեք սենց բացենք մեր սրտերը, Տիրոջը տանք, ասենք Տեր, ահա մենք, ներիր մեզ, Տեր իմ Աստված, ներիր մեր մեղքերը, Տեր Հիսուս, ներիր մեր տկարությունները, Տեր Հիսուս, մենք հրաժարվում ենք մեր հին անձից, մենք հրաժարվում ենք մեր հին ադամական բնությունից, Տեր իմ Աստված, բայց վերցնում ենք քոնը, վերցնում ենք քո ճշմարտությունը ու քո հոգով ենք, Տեր, ուզում առաջնորդվենք, Տեր իմ Աստված, ներիր մեզ, Հիսուս, մաքրի մեր սրտերը, Տեր, լցրու քո խոսքը, այսօրվա խոսքը, Տեր Հիսուս, թող լցված լինի ամեն մի սրտի մեջ, Տեր իմ Աստված, թող բերի շատ պտուղ, տեսանելի պտուղ, Տեր իմ Աստված, թող այդ պտուղը արտացոլվի եկեղեցու մեջ, Հիսուսի անունով, թող բարի բնավորությունը, բարի պտուղը, Տեր, արտացոլվի մեր միջոցով, թող գա, Տեր իմ Աստված, թող տեսանելի լինի, մենք հավատում ենք, որ տեսնելու ենք, Տեր, Օ Հիսուս, տեսնելու ենք քո փառքը, տեսնելու ենք քո ճշմարտությունը, տեսնելու ենք մեր մեջի փոփոխությունները, Տեր Հիսուս, մենք վկա ենք դառնալու այս աշխարհին, որ Տերը թագավորում է, Տերը թագավորում է իմ սրտում, Տերը թագավորում է իմ մտքում, իմ կյանքում, Տեր, մենք քեզ շնորհակալ ենք, Հիսուս, քո լույսը, Տեր, ու քո կրակը էլ ավելի պայծառ ու բարձր վառի, Տեր, թող չարը չկարողանա քո եկեղեցիներում կանգուն մնա, Հիսուսի անունով, ես արգելում եմ քեզ բամբասության հոգի, ես արգելում եմ քեզ նախանձի հոգի, ապստամբ, ես արգելում եմ քեզ
դիվային ուժեր, որը որ եկեղեցիներում են, ես արգելում եմ Հիսուսի անունով, թող Աստծու կրակը վառի ձեզի, ձեր արմատները թող վառված լինի Հիսուսի անունով, ձեր արմատները թող քանդված լինի Հիսուսի անունով, ամեն մեղ, ամեն չարություն թող վառված ու քանդված լինի Հիսուսի անունով, Աստծու կրակն եմ կանչում քո վրա բամբասություն, Աստծու կրակն եմ կանչում քո վրա, բոլոր եկեղեցիների վրա եմ խոսում, Հիսուս Քրիստոսի եկեղեցիների վրա եմ խոսում, բամբասությունը թող վառվի Հիսուսի անունով, Տեր թող քո լույսը գա, ճշմարտությունը, պարզությունը Տեր Հիսուս, շնորհակալ ենք Հիսուս, նորոգող Աստված, գեղեցիկ Աստված, կարգ ու կանոնի Աստված, սիրո Աստված, շնորհքի Աստված, շնորհակալ ենք քեզ Հիսուս, տալիս ենք քեզ փառք, պատիվ, շնորհակալություն։ Քույրս, եղբայրս, ես ուզում եմ աղոթեմ քո համար, խնդրում եմ առաջ եկեք, ես ուզում եմ յուղով ոսեմ ձեզ աղոթեմ ձեր համար։